Միդեղ բարի երեկո, միդեղ բարի լույս, բարի գիշեր արդեն ստեղ։ Այսօր ապրիլի 5-ն է, գիշերվա ժամը 11:40 րոպե տեղական ժամանակով։ Նորից ուզում եմ նշի մաշկի լուսնադրամարեն վրա խոսում այդ մարդուց, ես զգում եմ, որ կամաց հանգում ան, ընգեր տաշիր սամոն, բայց ախր այսքան ասեցինք, տաշիր Սամվել Կարապետյան, այսքան հարց տվեցինք, ասում ենք ուրախ նախընտրական ծրագիրը, ինչ ես անելու, գալում ես, ինչ անես, հուբուանաց տղեց, հելավ ասում աչ, բավարարված կանայք չպիտի լինեն, ինչ էր ուզում ասել, ես չհասկացա, ինչ առումով չբավարար, եթե չբավարարված կանայք չպիտի լինեն, բավարարված տղամարդիկ պիտի լինեն, կամ չբավարարված, նախընտրական ծրագիր չկա, ումա դատում, ումա թողում, ինչա անում, դրա մասին խոսք անգամ չկա, Արցախը հետագալու չի գալու, այս Խեժ Ղարաբաղի ժողովուրդը գնալու են, թե մնալու են, դրա մասին խոսք չկա, Սերժիկ, Ռոբիկ հանցագործ են, թե հանցագործ չեն, այս պարլամենտի հասցեին ոչ մի քննադատական խոսք բացարձակապես չկա, Փաշինյանական հասցեի, Փաշինյանական թմի և Փաշինյանական ժողովրդի հասցեին տարոհնչյուն անգամ չկա, դատվելու են, չեն դատվելու, կախվելու են, բռնաբարվելու են, ծծվելու են, ինչ արվելու դրանց հետ, ինչ ես անելու, խոսք չկա, մենք մեր ձևով, այ մարդ այդ մենք մեր ձևով որն ա, ինչ ես հել է ընգե ոտնատակ, եթե դու մի քակ չես ուտելու, ես էդի չեմ կարեմ հասկանամ, իշքան հանգած հրաբող, Ռաֆի Հովանիսյան, ծախու քաղաքական գործիչներ, որոնք որ խապել են ժողովրդին, Սերժից փողերն առել են, Քոչանից փողերն առել են, նորից դրանց վերարտադրել են տվել, բերի հավքելա կողերը, Արթուր Բաղդասարյան գրողուց ցավ, ժիլետ, միլետ, սվիտեր, վադալասկա, փետրվար 27, փետրվար 28, այդ դրանցով ուզում նորից հետ կա։ Ես ուղիղ քեզ հարց տվեցի, Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը դատվելու է, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը նախ չպիտի մինչև դատարան, ես հələ ուղղակի կուլտուրական եմ ասում, դատվում է, թե չէ, դու քո հայացքով, քո քաղաքական վեկտորը կուրսը որ կողմ ալնելու, Ռուսաստանի նախագահան խոսեց բանի մասին, ասեց ես ունեմ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մասնակցելու են ընտրություններից, քո եթիմները վեկալան քո նկարը չպսրին ու դրին, վարքյանական Բայց այդ մարդը հաստատ քեզի նկատի չունի, եթե քեզի նկատի ունենա, Ռուսաստանը խիա քո նկատում քրեական գործառույթ է, մեկ։ Երկրորդ, եթե քեզի նկատի ուներ այդ մարդը, կարար քո անազգալը տար, բացարձակապես չի տվել։ Երրորդ, դու բացարձակապես չես հայտարարում, որ քո քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստանն է, կամ գոնե ինչ-որ մի մասը Ռուսաստան, որտեղ դու չես համարձակվի, որտեղ ունես բավականին մեծ քանակությամբ անշարժ գույք, կապիտալ, բիզնես Եվրոպաներում, այդ սաղ Եվրոպան կվեկալ է քո ձեռից։ Հավարով նկարել որոշակի իդիոտներ վեկալը չպսել էին, այն մեկն էլ ասում այն բանը Նարեկ Սամսոնյանի հետի տղուն ի նկատի ուներ Ռուսաստանի նախագահ։ Նարեկ Սամսոնյանը սկյալն չգիտեմ, այդ մոռացել եմ։ Հետի տղեն քաղաքական գործիչ չի, քաղաքական հայտը չի ներկայացրել, միակ մարդը, որը գտնվում է Ռուսաստանի քաղաքացի լինելով բանտում, Վարդան Ղուկասյանն է։ Ես ուրիշ Ռուսաստանի քաղաքացի չգիտեմ, որ հիմա գտնվում է բանտում։ Դու բանտում չես, դու քո տանը նստած Չայկով ես խմում, դու ուրիշի հարցը բանտում եղել ես, թե չես եղել։ Քո վեկտորը որն է, դեպի ուր ես տանելու։ Դեպի Ռուսաստան են գնում, դեպի Եվրոպա են գնում, ուր են, նախ Եվրոպա գնալը շնակում է Թուրքիա գնալ, Եվրոպան դες չի սպասում։ Ուրա, ինչ ուղղություն է քո ուղղությունը, ես քեզ հարց եմ տվել, ու շարունակում եմ տալ մի քանի անգամ, շատ կուլտուրական, առանց քոտուն մտնելու, առանց Օսմաններին, ուխտերին, չգիտեմ ընդեղ եւ այլն քոտուն բերելու, քալ լրությունը։ Այդ հրուշակեղենա, հասաբուրկեղենա, կրուպեղենա, չգիտեմ ով այդ տղեն, աղբորը տղենա ինչը բանակ չծառայած։ Էդիա չեմ նականում խոսում, տղա ջան, հարց եք տվել, պատասխանեն։ Անեկդոտի նման, որ ասում հարց է տվել, պատասխան ինչի՞ ես նայել։ Հիմա դուք եք։ Գլուխն ես կողել եք ավազի մեջ, որտեղ դուք չեք նկատում, այն դեպքում երբ որ Վարդան Ղուկասյանի յուրաքանչյուր ձայնային հաղորդագրությունը, դիք ես չեմ ասում, դիք սոնք են ասում, ամերիկացի կսեն, մեն միլիոն դիտում է ունենում 24 ժամվա ընթացքում, TikTok, Instagram, Telegram, Facebook, YouTube,
Այդ բոլորի համագումարը որ վեկալում ես իհակ առանց 2.7-ի բազմապատկելու էդի քո լրագրողներին հարցրա կողը լիքը լրագրողա փողովը սրը ասա այդ ինչ չափանյավոր է 2.7-ը առանց դրանով որ բազմապատկում է 3 միլիոն ասամա 1 միլիոն դիտում է ունենում այդ բոլոր սոցմեդիայով Ադիկ դու ո՞ս կրնաս անտեսես այ մարդաց ենք տալը պատասխանի Չեսուս մնացի Ոսուս մնացի նշանակը մայա это не видел и не слышал Կոդու չայլամ չես այ մարդ հասեմ տվե պատասխանի վեկտորը ո՞րն է Ղարաբաղի հարցը փակված է թե ոչ սրանց ծսնելու ես թե ոչ հարց եմ տալը ես ասում եմ ծսնելու եմ դու ինչ ես ասում Եթե տեսես էլ քեզ ձեն են տալը որի չեն թույթանիկով ձեն տալն էլ քեզ ձեն տա որի Հիմա ես մի բոզի տղեն է թա քո թայֆենգա լապի շեգլապ է Դու քո աշխատողների աշխատավարձը չէիր տալը Դու քո աշխատողներին բերերիվ չես տվե այ տղա բերերիվ մարդ աշխատել է կոմոդ խոհարած պիցայա թխե իա թխած պիցեն կոմոդ բողովակել է Ատենց բոզի տղություն ես շվիտ եմ տենց էդի բնորոշը մենակ օլիգարխներին հայ օլիգարխներին Դու քո մատու ցողի վրա տերերիվ ես սախել Դու քո մատու ցողին ավել պահել ես փողը չես տվել Հասկանում ես Որոշակի ալուղեղ տավարի ծնունդը ասում են բարերար ում հաշվին բանվոր դասակարգի հա Նույնիսկ եմ կրկնում Նունե Եսայան, Քսենիա Սապչակ, Ֆիլիպ Կիրկորով եւ այլն որ տներ ես տվել Պեպելյան, չգիտեմ, ելով կար հայ, այդ չի նշանակում դու բարերար ես, դու դլոյակեր ես, դու տրաստում ես, թե որ հլեք եզի գոման, դու բերզոր կիրանց, որ վարեցին այդ մարդկանց տուն տվի, հա, հելար ասիլ ձեր տուն ու տեղը վարեք, նատ չալեն թապած վարսաղ ուգասյան կացականը տոգա, դրա նման, ձեր տուն ու տեղը վարեք, եթե տուն եմ, չէ, բայց դու նունե Եսայանին տուն տվիր, Սապչագին տուն տվի, կսեն բարերար է, ատոր բարերարը որն է? Մատու սողի վրա պերերի ծախել փողը չտալ, հակասանիտարական հագահիգենիկ պայմաններում պիցա ծախել, ժամկետած, կալված կտրտել, սաղսնել ժողովրդին, ատիք բարերար է? Հովանային անջատումները տարին 12 ամիս մարդիկ լիստի մեջ մնում էին, մարդկանց տեխնիկա վարվում էր, ոչ փոխհատուցում, ոչ բան, ապրանքները փչանում էին, կառավարության նիստի ժամանակ հոսանք է էթում, ատիք բարերար է։ Հիմա հելել ես ինչ ես ուզում անես։ Ձայներ կողնած տանես Նիկոլին նվեր տաս։ Խի։ Դու ուզում ես ես նստեմ քարավան ուղտերով, դավեքով, ձիերով կամ ձերտու։ Ինչ ես ուզում քո գյոզար կնիկ դառնա Մարթա Վասիլևնաչ։ Հա։ Ալա մերևան ճանաչում է Մարթա Վասիլևնա։ Էն մի տեղ է դուրա։ Հալի մատել մի տեղ իթելան նազգալ վլասա մետելան։ Էդի խիչի բանակ կնասե։ Էն մեկը ուբուարացա։ Իշքան օլիգարխ կային գագոյի տղեկնել են դեր, չէ։ Ուբուարած։ Մտով։ Նրանք էլ բանակ չեն էթում։ Բայց էն էլ հայտնի է, ես նան էլ կադրադառնամ։ Ոչ մեկի չթվա, թե ես գագոյին մոռացել եմ։ Պահել եմ նա դեսերտ։ Շուտով։ Չմտածես ես մենակ վրա եմ հարցակում, հել ընկելաբան մեջա նարդյա խաղամ, բիլարտա խաղամ ժողովրդի։ Նա երկու տաղալենի ունի, ոչ ենա գնացել, ոչ ենա։ Մարդ սպանելուց, բռնաբարելուց, առևանգելուց առաջի տեղում են, բայց բանականալուց չէ։ Բանվորի տղեն թոյթաբանակ։ Քարորյա պատերազմ եղավ։ Որ մեկը հիշեց, որ մեկը հարգեց քարորյա պատերազմի զոհերի հիշատակը։ Զրո, ես լուր նստած են շանյասել տերան մեկն ու մեկը գնալու յա, բացարձակապես, ազատության մեջ եք, դուք եք ըտեղ, ազատության մեջ, փողին էլ փող չես ասել, ծախք է պսակ, վեկալար կնացել երրաբլուշ, որ մի քաղաքական գործի չգնաց երրաբլուշ, զրո, ոչ մեկ, ասկի ոչ էլ հիշեցին այդ քարոյա երեխեքին, բայց վարչապետ են ուզում դառնան, էլի, ինչով եք Նիկոլից տարբերվում, էլ մնացած տեքնացուներ, մեկը թիշեցիք է երեխեքին, ես լուր մնացել է, ձեն չէ յան, մասի հլտենամ, մեկը այդ ուղությամբ գնալու է, թե ոչ, ոչ մեկ չգնաց,
Ոչ մեկ, որտեղ ոչ մեկ բանակ չի ծռայ, ոչ մեկ բանակի խաթերը չգիտի։ Ոչ մեկ համազգեզ չի հակել զինվոր չի եղել ձեր մեջից, այդ սաղ թեկնածոների միջից։ Դուք չգիտեք ինչ բանա բանակը, դուք չգիտեք ինչ բանա պետականությունը։ Բանակ մտածել ասմղտը միայն այսօր խելագարում է, որ տենա ինչ վիճակի մեջ է հասցրել, բոլզի տղեն բանակը։ Շիներա կոմունալ, ոչ թե բանակ։ Դες ուզում ես վարշապետ դառնա, վեշ է թավքի սիքսիլ եղի, կենար տեղըտ պստի, իմ կոմից կեզ խորոք, օրինակ Նեկան Վանեցյանից, Սերժ Սարգսյանից, հասկսան, այսքանը, հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։